Կեղծ ալկոհոլային խմիչքներ եւ կեղծ ակցիզային դրոշմանիշներով ծխախոտային արտադրանքներ են հայտնաբերվել հայաստանյան շուկայում։ Այսպես, Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառվում են կասկածելի արտադրության ալկոհոլային խմիչքներ ու ծխախոտային արտադրանքներ։ 2025 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Մայրաքաղաքում եւ Հանրապետության տարբեր մարզերում վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում ներքին անվտանգության եւ մաքսանելիության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ մշակել եւ ձեռնարկել է լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրանքների արտադրության եւ վաճառքի ոլորտում հանցավոր սխեմաների գործունեություն իրականացնողներին բացահայտելու նպատակով։ Ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ակնհայտ կեղծ ակցիզային դրոշմանիշերով եւ հսկիչ նույնականացման նշաններով ստվերում շրջանառվող 844 շիշ կեղծ ալկոհոլային խմիչք, 46720 տուփ տարբեր տեսակի ծխախոտային արտադրանք եւ 372 հատ էլեկտրոնային ծխախոտ։ Բացի այդ, նախատոնական օրերին պետքետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ուսումնասիրել են սոցիալական հարթակներում ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտային արտադրանքների վաճառքի հայտարարություններ, որից հետո ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Հայտնաբերվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 7 ֆիզիկական անձի կողմից առանց ակցիզային դրոշմանիշների եւ հսկիչ նույնականացման նշանների ալկոհոլային խմիչքների վաճառքի դեպքեր։ Իրավախախտման դեպքերով կազմվել են համապատասխան արձանագրություններ եւ հարուցվել են վարչական վարույթներ։ Արձանագրված մոտ 1 տասնյակից ավելի դեպքերով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում ներկայում վերլուծվում եւ ուսումնասիրվում են հավաքված նյութերը, որից հետո Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդումներ կներկայացվեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե։ Ալկոհոլային խմիչքներ եւ ծխախոտային արտադրանքներ իրացնողներին Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է պարտադիր դրոշմավորման ապրանքներն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով եւ զերծ մնալանօրինական գործունեություն իրականացնելու մտադրությունից, հարկեր չվճարելու դիտավորությամբ չփորձել հանցավոր մեթոդներով իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։ Ալկոհոլային խմիչքներ վերավաճառողներին էլ կոմիտեն հորդորում է վերավաճառքի նպատակով չգնել եւ չվաճառել անհայտ ծագումով եւ շուկայականից էականորեն ցածր գներով ալկոհոլային խմիչքներ եւ ծխախոտային արտադրանքներ։ Գնումների ընթացքում մատակարարներից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթղթեր։ Կարևոր է վաճառքի կետերում ալկոհոլային խմիչքներ եւ ծխախոտային արտադրանքներ գնելուց առաջ սպառողներ ուշադրություն դարձնեն նմանատիպ խմիչքների եւ ծխախոտների վաճառքի գներին։ Իմար քավելվածի միջոցով սկանավորեն հսկիչ նույնականացման նշանները, համոզվելու արդյոք ապրանքը ենթակա է վաճառքի, որպեսզի չգնեն անհայտ ծագում ունեցող խմիչքներ։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, այդ թվում կեղծ ինքնարժեքից եւ շուկայական գների ցածր արժեքներով ստվերային շրջանառող ամբողջ խմբականակները շրջանառությունից դուրս բերելու ուղղությամբ։ Նշենք, որ իրականացված միջոցառումների ընթացքում հայտնաբերված ամբողջ խմբականակը դուրս է բերվել շրջանառությունից։ Վարչությունը հետևողական է նման հանցավոր մեխանիզմները, ինչպես նաեւ դրանց կազմակերպիչներին բացահայտելու եւ նմանատիպ արատավոր երևույթներն արմատախիլ անելու գործում։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։